Կարեն Ղարսլյանի թե պոեզիան, թե արձակը վերջին տարիների հայ գրականության նշանակալի դրսևորումներից են։ Նրա գրքերը փորձարարական են, մեկը մյուսից տարբեր, միշտ զարմացնող, իսկ հայ գրականության համար հատկապես հետախուզության ու փորձերի նոր բնագավառներ բացող։ Այսօր խոսելու ենք գրողի ծոցը եւ լեզվի ծայրին բանաստեղծական ժողովածուների մասին, որոշ համեմատություններ անելով։ Բայց նախքան այս ժողովածուներին գալը մի քիչ հեռվից սկսելու կարիք կա։ Ղարսլյանի լեզվական ոճն ավելի լավ հասկանալու համար։ Դեռ 2000 թվականին հրատարակված «Անձնադրվագներ» շարքի «Ձեռքեր» ստեղծագործության մեջ այսպիսի հատված կա. ձեռքերը զարդարված էին բազմապիսի ծխախոտներով և կրակվառիչներով, լուցկիներով։ Հայերենի ականջին սովոր շարադասությունը հետևյալներից որևէ մեկը կարող էր լինել։ Ձեռքերը զարդարված էին տարբերակ 1. բազմապիսի ծխախոտներով, կրակվառիչներով և լուցկիներով։ Տարբերակ 2. բազմապիսի ծխախոտներով, կրակվառիչներով, լուցկիներով։ Լեզվական նորմալ, սպասելի կառուցվածքի փոխարեն կիրառված է աննորմալը, խախտվածը։ Ձեռքերը զարդարված էին բազմապիսի ծխախոտներով և կրակվառիչներով, լուցկիներով։ Լուցկիներն այնտեղ են հայտնվել, ուր բնավ չենք սպասում։ Մյուս օրինակը դիտարկենք, նույն շարքի մեկ այլ «Մազեր» ստեղծագործության մեջ նշվում է. հորիզոնը շատ հեռու էր, լեռ, բլուր չկար, հարթ էր։ Ուշադրություն դարձնենք լեռ բառին։ Կրկին, լեզվի սովոր կառուցվածքն ու ակնկալվող բառամթերքը հուշում են, որ այստեղ պետք է լիներ դեռ բառը։ Փաստորեն այս լեռը միաժամանակ նաև դեռ է։ Հորիզոնը շատ հեռու էր, լեռ, բլուր չկար, հարթ էր, կամ որ նույնն է, հորիզոնը շատ հեռու էր, դեռ, բլուր չկար, հարթ էր։ Լեռ բառն այստեղ միաժամանակ երկու տարբեր իմաստ դեր է կատարում, այն և լեռ է, և դեռ։ Նույն շարքի «Անձնադրվագների շունչ» ստեղծագործության մեջ էլ այսպիսի նախադասություն կա. շրջվում եմ և ցած է ճյուղավոր աշտանակն ընկնում։ Նորից նախադասության կանոնավոր ողջամիտ շարադասությունն այլ կլիներ։ Տարբերակ 1. Շրջվում եմ և ճյուղավոր աշտանակը ցած է ընկնում։ Տարբերակ 2. Շրջվում եմ և ցած է ընկնում ճյուղավոր աշտանակը։ Տարբերակ 3. Շրջվում եմ և ընկնում է ցած ճյուղավոր աշտանակը։ Առնվազն 3 ակնկալվող տարբերակ ունենք, բայց դրանցից որևէ մեկի փոխարեն կիրառված է մի այլ, ուրիշ տարբերակ, որին ամենաքիչն էինք սպասում։ Շրջվում եմ և ցած է ճյուղավոր աշտանակն ընկնում։ Այստեղ լեզուն հոդախախտված է, ցածը և ընկնելը իրարից պոկված են, հեռու են դրված։ Սրանով ընկնելու տևական գործընթացի էֆեկտ է ստեղծվում։ Աշտանակը միանգամից չի ընկնում, այլ անկումը տևում է որոշ ժամանակ, ինչպես ջրհորի մեջ նետված ջահը, որ լուսավորում է իր իսկ անկման ընթացքը։ Հաջորդ հատվածը քննարկենք արդեն հիշատակված ձեռքերից։ Սեղանի կենտրոնը պուճուրիկ սեղանի չափ շրջանաձև անցք ուներ։ Պատկերացրեք, առաջադրանք ունենք լրացնել նախադասության բաց թողնված բառը։ Սեղանի կենտրոնը պուճուրիկ կետերեն չափ շրջանաձև անցք ուներ։ Շրջանաձև անցքն ինչի հետ ասես հնարավոր է համեմատել, և աշխարհի բոլոր բառերից այստեղ բաց թողնված բառի տեղում հայտնվելու ամենաքիչ հնարավորությունն ունի սեղան բառը, բայց անակնկալ կերպով հենց սեղանն էլ հայտնվում է։ Սեղանի կենտրոնը պուճուրիկ սեղանիկի չափ շրջանաձև անցք ուներ։ Սեղանը սեղանի հետ է համադրվում, ինքն իրենով է լրացնում, ինքն իրեն է պատկերում։ Ավելի տափակ համեմատություն դժվար էր պատկերացնել, բայց սա այն տափակությունն է, այն կրկնաբանությունն է, որ մոտենում է հանճարեղությանը։ Գրական տեքստում տափակ, անհրապույր կամ հասարակ լինելը շեղում է նորմայից։ Նորմալության խախտումը գրական մոդեռնիզմի հռչակած սկզբունքներից էր, ընդ որում թե լեզվի նորմալության, թե սոցիալական նորմերի ու ողջախոհ աշխարհընկալման խախտումը։ Գեղարվեստական այդ հավատամքն առավել վառ արտահայտվել է 20-րդ դարի առաջին կեսի բանաստեղծ գրող Դանիել Խարմսի ստեղծագործության մեջ։ 1939 թվականին դաշնակահար Էմիլ Գիլելսի համերգն ունկնդրած Խարմսը իր օրագրային գրառման մեջ անխնա քննադատում է Գիլելսի կատարողական արվեստը և հատկապես Շոպենի բալադների կատարումները։ Նրա կարծիքով դաշնակահարը չի հասկացել Շոպենին, քանի որ չի նկատել նրա ստեղծագործություններում առկա շեղումները կամ սխալները։ Խարմսի դիպուկ բնորոշումը հետևյալն է. և հենց այս աննշան, բայց հանճարեղորեն ճիշտ գտնված շեղումն է, որը ստեղծում է այդքան թանկ փոքր սխալը։ Դանիել Խարմսի և համախոհ այլ արտիստների ձգտումն էր մի փոքր, թեկուզ աննշան շեղումների ու սխալների միջոցով
ջարդել պոեզիայի կամ կերպարվեստի լեզուն, դուրս պրծնել իրականության չոր ռեալիստական պատկերումից։ Խարմսի մոտ օրինակ շեղման այդ հակումը դրսևորվում է անգամ հատուկ արված տառասխալների եւ քերականական այլ կանոնների շրջանցման ձևով։ Կարեն Ղարսլյանի վաղ շրջանի տեքստերից քննարկված մեջբերումները հենց այդ աննշան թեթևակի շեղման օրինակներն են, որ իսկական արվեստի նախադրյալներ են ստեղծում։ Ղարսլյանի հետագա ստեղծագործության մեջ եւ հատկապես այսօր քննարկվող գրքերում գրողի ծոցը եւ լեզվի ծայրին բանաստեղծական ժողովածուներում շարունակվում է վաղ շրջանի անձնադրվագներ շարքում դրսևորված ֆրագմենտարությունը, հատվածայնությունը։ Սա ոչ միայն տեքստին բնորոշ հատկություն է, այլ բովանդակության կենտրոնական թեմա։ Քնարական հերոսը մասերի է բաժանված առանց միասնական միավորող եսի։ Այդպես է ընկալում նաև աշխարհը, ուրիշներին։ Անձնադրվագների կառուցվածքն էլ ի ցույց է դնում հատվածայնության մտահղացումը։ Ձեռքեր, մազեր, կոճ, տրոմփ, շունչ, նյարդեր, աչք, ձայն։ Օրինակ այս շարքի կոճ ստեղծագործությունից մի հատված դիտարկենք։ Սիրուն աղջիկ, ականջի մեջ բառերն ինչպես սպասասրահում։ Ես երկար նայում էի։ Նամատները կոխեց բերանը ու դրանք էլ երբեք չտեսա։ Եվ ինքն իրեն եւ ուրիշներին որպես մարմնամասերի հավաքածու ընկալող հերոսը շարունակվում է նաեւ 2010 թվականին հրատարակված գրողի ծոցը ժողովածուում։ Գրքում կա ես եւ ինքը բանաստեղծություններից կազմված մի զույգ, որի ես բանաստեղծությունից մեջբերվող հատվածն արդեն բավարար է պատկերացնելու համար, թե որքան ինքնավար սուբյեկտային են հերոսի մարմնի մասերը։ Երբ որ Բերանս մոտ գնաց ականջին, մեջը բան էր ասելու, ու քիփ մոտեցավ, որ ասի, էլ չասեց, բան չասեց, ճմրթվեց, ականջի ձև ընդունեց։ Օրինակները շատ են, տասնյակ այսպիսի հատվածներ կան։ Ֆրագմենտարության հնարքը չեզոքացնում է գրական տեքստերում այդքան հաճախ հանդիպող ցցուն ու ինքնությամբ օժտված եսը։ Այս դեպքում ինքնություն ու առանցք չկա։ Հերոսները մարմնի օրգանների, վերջույթների, դրանց մղումների, շարժումների, համերի ու րոպեական այլ զգացումների հավաքածուներ են։ Որպես հետևանք, զգացմունքներն ու մտածողական գործընթացներն էլ են դեկոնստրուկցիայի ենթարկվում, այսինքն ապակառուցվում են կամ պարզ ասած քանդվում, մասնատվում։ Արդեն մեջբերված ես բանաստեղծության մեջ հերոսը չէ, որ ուզում է բան ասի, ասենք սիրո խոստովանություն անի։ Նրա բերանն է, որ ինքնագլուխ մոտ է գնում, բայց էլի ոչ թե սիրո ամբողջական օբյեկտին, այլ նրա մի մասին։ Բերանը ինչ որ բան է ուզում ասել ուրիշ մի ականջի, հետո փոշմանում է, ինքն էլ է ականջի ձև ընդունում եւ այլն։ Մարմնի մասերն ինքնուրույն կյանք ու շարժում ունեն եւ ռեպրեզենտատիվ չեն ներկայացնում միասնական հերոսին, նրա կամքի ու զգացմունքների մունետիկները չեն, այլ ինքնիշխան են։ Այն դեպքերում էլ, երբ հերոսը ներկա է իր եսով, երբ իր անունից է խոսում, միևնույն է, կա մոլեգին կլանվածություն, իդեա ֆիքս կամ ֆետիշ մարմնամասերի հանդեպ։ Օրինակ նույն գրքի գրողի ծոցի չշարունակելի բանաստեղծության մեջ կարդում ենք. Գլուխը բարձրացրեց, որ կուլտա մատներս, բայց ես ձեռքս փախցրի։ Մատներիս տվերները սողացին վեր դեպի շուրթերը։ Կամ երանելի աշխատանք բանաստեղծությունը։ Ցուցամատը մտցնում է բերանը, հանում ու թերթում, մտցնում բերանը, հանում մատն ու թերթում, հերթական էջը դարսում, մտցնում, հանում, թերթում ու դարսում, ինքնամոռաց։ Մենակ թե նստեմ կողքը չքնաղի, մատը բերանս կամ մատս բերանը, սուզի, հանի, հաշվի, թաթախի, թեթև ու թերթի, ինչքան փաստաթուղթ, որ սիրտդ ուզի։ Ով գիտի, չքնաղը միանգամից կդառնա հրեշ, մի մատի փոխարեն բերանս բոլոր 10 կմցնի ու կճորթի, ամբողջ դեմքս կդարձնի փրփրած արյունով լի գավաթ։ Իդեպ մատներ բերան զույգը ամենահաճախ հանդիպող ֆետիշն է, որ վստահաբար դուր կգա հոգեվերլուծության եւ հատկապես ֆրոյդյան ավանդույթի հետևորդներին։ Բայց գրական տեքստի հոգեբանականացումը լավ տեղ չի տանում, միայն շեղում է բուն նյութից։ Սիրո այս նորալեզվի մեջ օրգաններն ու վերջույթները, մատները, շրթունքները, մազերը, ականջները, եղունգները եւ այլն հաղթահարում են գեղարվեստական պատկերման միջոց ու ֆոն լինելու իրենց պարտադրված ճակատագիրը եւ ապստամբելով գալիս են կենտրոն։ Նարեկացու Մեղեդի ծննդյան բանաստեղծության մեջ հիացմունքի օբյեկտ անձը նույնպես մարմնի նկարագրության միջոցով է ներկայանում։ Ծավալվել են աչքերը ծով, առավոտվա ծովի վրա ծիծաղախիտ, ինչպես երկու փայլակնաձև արեգակներ։ Թափվում էին այտերից վառ, դափնեվարդի ու նռնենու ծաղկաթերթեր։ Բերան երկթերթ շրթունքներից վարդն էր կաթում, դաստակներն են մանուշակի, ծիրանի փունջ։
Չնայած պատկերավորման արտաքին նմանությանը, բանաստեղծական երկու աշխարհների միջև մեծ անդունդ կա։ Նարեկացու մոտ մարմինը նկարագրության տարր է, որպես միջոց, որպես ֆոն, որ խոնարհաբար ծառայում է հիացմունքի և սիրո օբյեկտի երևութականացմանը, դրա էության բացահայտմանը։ Ղարսլյանի բանաստեղծական աշխարհում մարմինն ու դրա մասերը ուրիշ ավելի վեհ բաներ ներկայացնելու միջոց չեն, իրենք իրենց են ներկայացնում, ոչ թե իրենց տերերին։ Մասերի ինքնիշխան գոյությունը կասկածի տակ է դնում ամբողջական ինքնության ու կամքի, ամբողջական եսի և էության գոյությունը։ Կերպարվեստում պրիմիտիվիզմը գեղարվեստական պատկերների և արտահայտչամիջոցների միտումնավոր, ծրագրային պարզեցումն է։ Այն միամիտ կամ սիրողական ձևացող արվեստն է, որ խաղարկում է նաիվությունը, հիմարիկությունը կամ տափակությունը։ Կիրառում են արվեստի պարզունակ ձևերը, տեխնիկաներն ու ոճերը։ Այս ուղղության հետաքրքիր նմուշներից են օրինակ Միխայիլ Լարիոնովի, Անրի Ռուսոյի, Նիկո Փիրոսմանի կտավները։ Պրիմիտիվիզմին կարելի է դասել նաև Գոգենի, Շագալի, Մալևիչի տարբեր շրջանների որոշ ստեղծագործություններ։ Գրականության մեջ պրիմիտիվիզմը որպես առանձին ու կայացած ուղղություն այդքան էլ հստակ տարբերակված չէ։ Պոեզիայում դրա կրողներ կարելի է համարել օրինակ Թոմաս Էլիոթին, ում այսօր դեռ կանդրադառնանք, նաև Վելիմիր Խլեբնիկովին։ Ղարսլյանի պոեզիայում էլ կան պրիմիտիվիզմի առանձին դրսևորումներ։ Օրինակ այս հատվածում լեզվի ծայրին ժողովածուից։ Իհարկե, պրիմիտիվիզմը Կարեն Ղարսլյանի պոեզիայի գլխավոր տարբերակիչ հատկությունը չէ, բայց ուշադիր ընթերցման դեպքում կարելի է հետաքրքիր օրինակներ գտնել։ Մենք արդեն տեսանք, թե պոեզիայի մեջ ինչպես է արտացոլվում իր առանցքը կորցրած ապակառուցված եսը, բայց հետաքրքիրն այն է, որ պոեզիան նաև ծառայում է հակառակին, այդ տարամիտվող մասերը հավաքելուն, իմի բերելուն և իմաստ հաղորդելուն։ Գրողի ծոցը ժողովածուի 5 աժդահա հայրեններին, որոնց կարելի է նաև պոեմներ կոչել, միավորում է պոետի բացառիկության, ընտրյալության և պոեզիայի որպես բարձրակարգ կոչման ու առաքելության թեման։ Եվ ինչ եք կարծում, ինչու ստեղծագործել։ Անձամբ ինձ համար այդ հարցն այլևս կորցրել է իր երբեմնի ակտուալությունը։ Ստեղծագործելն ինձ համար նույնքան բնական ու անպայման պահանջ է, որքան միզելն ու կղկղելը։ Մեջբերումը նացիստ աժդահա հայրենից էր կամ պոեմից։ Նույն ստեղծագործության հերոսը նաև հայտարարում է. Ես նացիստ եմ, ազգությամբ արտիստ եմ։ Արտիստն այս համատեքստում նույնն է, ինչ պոետը, բանաստեղծը։ Այս շարքի մեկ այլ ստեղծագործություն պոետի կարդիոգրաման պոեզիա անելու հարյուրավոր ձևերի թվարկումն է։ Դրանից մեջբերում անելն անիմաստ է և անհնար։ Գիտակցության հոսք հիշեցնող պոետի կարդիոգրաման պետք է կարդալ մի շնչով, որպես ամբողջություն։ Ընդ որում կարդալ իր անվանը համահունչ, հենց որպես կարդիոգրամա, տրվելով դրա զիգզագ վայրիվերումների հիպնոսին։ Հաջորդ մեջբերումը նույն շարքի Համային աշխարհը պոեմից է, որտեղ պոեզիան նույնացվում է սեռական մերձեցմանը։ Միշտ ուզեցել եմ ներթափանցել մարդկանց բոլոր հնարավոր եղանակներով։ Ինչ վերաբերում է գրչաներթափանցմանը, իմ ստեղծագործությունների ձեր ընթերցումը իրականում իմ մտավոր թափանցումն է ձեր մեջ։ Եվ այս թեման ամփոփելու համար վերջին մեջբերումը Սեր ամեն հայացքից պոեմից։ Բայց հիմա արդեն պարզ գիտակցում էի, որ ինձ համար սերը ոչ այլ ինչ է, քան պոեզիա արտահայտելու հազարավոր միջոցներից մեկը, ու դառնում պոետ, որը ձայնն աշխարհը գցած հայտարարում է. Մարդու մեջ գնահատելի է միայն պոեզիան, մնացած որակները փուչ բաներ են։ Սրանք բոլորը հատվածներ են գրողի ծոցը ժողովածուից, որ պտտվում էին մի թեմայի շուրջ, բանաստեղծն ու իր առաքելությունը։ Գրողի ծոցից 12 տարի անց 2022 թվականին հրատարակված լեզվի ծայրին ժողովածուի Սիզիփոսի ապառաժի առասպելը բանաստեղծության հերոսը կապիտալիստական շահագործման մամլիչ մեքենայի հերթական զոհ պտուտակն է, որ աշխատավայրից իրեն լեղապատառ տուն է գցում ու սկսում հանվել։ Հանում է ամենը, ինչ հնարավոր է։ Հագիցս հանեցի հորս, հագիցս հանեցի դիմացկունությունս, հագիցս հանեցի հարմարվողականությունս, հագիցս հանեցի տիեզերքը, հագիցս հանեցի մարդուն։ Հերոսը հագից հանում է դաստիարակությունը, ազգային պատկանելությունը, հաղթանակ ու պարտություն, հավատք ու աթեիզմ, ատելություն, սեր ու բանականություն, ամենը, ինչ հնարավոր է երևակայել,
ցանկը կարող եք ինքնուրույն շարունակել։ Եվ հանկարծ հագից հանում է պոեզիան։ Այն, որ բացարձակ ու անքննելի արժեք էր, որ հոգու կենտրոնախույս մասերը միացնող սոսինձ էր, հիմա հագից հանելու հերթական շերտն է դառնում, ի թիվս այլ շերտերի։ Բանաստեղծության հերոսը հագից հանում է ամենը, որ քնի, որ մի քիչ հանգստանա, որ առավոտ կանուխ արթնանա, նույն հերթականությամբ հագնի ամենը ու էլի վազի գործի։ Բանաստեղծությունների երկու ժողովածուներին 12 տարի է բաժանում, եւ այդ ընթացքում հերոսի հետ ամենակարևոր բեկումն է եղել։ Պոեզիան իհարկե շարունակվում է, բայց այլևս առանցք չէ, պոեզիան հաղթահարելի է։ Սա շատ կարևոր պահ է ազնվության, արտիստի խիզախության։ Հանրության առջև դեր չխաղալու կամ գոնե որքան կարելի է, որքան հնարավոր է դեր չխաղալու։ Կարելի է հիշել Իոսիֆ Բրոդսկու վենետիկյան շարքի այս հատվածը։ Եվ ինչպես Լեյկոցիդն արյան մեջ, Լուսինը պոետների երկերում, որ թոքախտից էին մարում, բայց գրում էին թե սիրուց։ Տուբերկուլյոզից մեռնողը, որ երգերում իրեն սիրո զոհ է հռչակում, շարունակում է տառապյալ պոետի իր կարծրատիպ կերպարը խաղալ հանրության համար։ Նա չի ուզում, նա չի կարող այդ կերպարից, այդ կաղապարից դուրս գալ։ Բրոդսկու պատկերած պոետներն այնքան են նույնացել իրենց կերպարին, որ ոտանավորներում այդքան չարչրկված Լուսինն արյան մեջ է արդեն որպես Լեյկոցիդ։ Ի հակադրություն Ղարսլյանի հերոսն է, ժամանակակից պոետը, որ Սիզիփոսի պես ամեն օր աշխատավայրում իր քարն է գլորում եւ ում միակ ցանկությունն ինքն իրենից իր էությունը կազմող ամեն ինչից հանգիստ գտնելն է։ Ոչ հեղափոխական ցատկի կամ վերածնվելու համար, այլ առավոտ շուտ էլի գործի վազելու համար։ Ինչքան պոետ է, նույնքան աշխատավոր մարդ, որ իր հացն է վաստակում, որ Լուսինն էլ կհանի հագից, արյունն էլ իր լեյկոցիդներով։ Եվ ամենակարևորը, հանդիսատեսի առջև չի ձևացնում, թե շտապեք փրկեք ինձ, մեռնում եմ առանց պոեզիա։ Իդեպ աշխատանքի թեման լեզվի ծայրին գրքի առավել ստացված ու տպավորիչ հատվածներից է։ Այստեղ աշխատողն այն աստիճան է նույնանում իր գործի ու պարտականությունների հետ, որ վերածվում է զարթուցիչի։ Ուշ երեկոյան զարթուցիչը վերադարձավ, ընթրեց, թեյ խմեց, սերիալ նայեց ու պառկեց քնելու։ Ոչ ոք անփոխարինելի չէ աշխատաֆոբիա եւ արդեն մեջբերված Սիզիփոսի ապառաժի առասպելը 3 բանաստեղծությունները հետաքրքիր շարք են կազմում։ Ի ցույց դնելով կենսական հյութերից քամված ու սնամեջ դարձած աշխատավոր մարդուն։ Զարթուցիչի վերածված հերոսը հիշեցնում է Կաֆկայի հերոսին Գրեգոր Զամզային, որ արթնանալով հայտնաբերում է, վերածվել է սարսափելի ուտիճի։ Գրական մի ծրագրի շրջանակում Գերմանիայում հեղինակը կատարել է աշխատաֆոբիա բանաստեղծության պերֆորմանսը, խաղարկելով Կաֆկայի միջատի վերածված հերոսի կերպարը։ Բանաստեղծության բեմականացմանն է նվիրված Ուլտրավիոլետ հաղորդաշարի 4-րդ թողարկումը, որտեղ Վիոլետ Գրիգորյանը հարցադրումներ է անում այն մասին, թե հանուն հասկացվելու եւ գնահատվելու ճիգը որքան է օգնում եւ որքան վնասում արվեստի գործին, հատկապես երբ փորձում ենք այն հարմարեցնել կոնկրետ լսարանին։ Վիոլետ Գրիգորյանի քննադատությանը Կարեն Ղարսլյանի պատասխան արձագանքը հասանելի է վերջինիս YouTube ալիքում։ Հիշատակված բոլոր տեսանյութերի հղումները կարող եք գտնել այս տեսանյութի նկարագրության մեջ։ Հաղթում է զուսպը, հաղթում է ինքնավստահը եւ ոչ թե հախորնը կամ խելագարը։ Քննարկվող երկու ժողովածուները կարելի է համեմատել նաև լեզվական միջոցների փոխակերպման տեսանկյունից։ Գրողի ծոցը գրքում լեզուն արգելակներ չունի, պատեպատ է խփվում, սահմանները զանց առնում, հորդում է ոնց մտքին փչի։ Լեզվի ծայրին գրքում լեզուն հանդարտված է, նստած։ Հույզերի ինտենսիվությունը շատ չի փոխվել։ Նախորդ ժողովածուի հերոսը ճանաչելի է, դեռ շարունակվում է, բայց լեզուն զսպվել է, զգացվում է բառերի գիտակից ընտրությունը։ Ամեն բառ չէ, որ կարող էր խցկվել այստեղ, այս նոր ժողովածուի մեջ։ Որպեսզի տարբերությունը նկատելի լինի, համեմատենք երկու գրքում էլ հանդիպող մի պատկեր։ Առաջին պատկերը վերջերս լույս տեսած լեզվի ծայրին ժողովածուի մոխրոտների արկածները բանաստեղծությունից է։ Բռնեցի նրա էլաձև ոտքերը վրձնի պես ու թաթախեցի նրա երկար ահաձև մազերի դեղին օխրան կակաչի դաշտի կարմիր կադմիումի մեջ ու նրա նարնջագույն ծիծաղը հեղեղեց ողջ դաշտը,
լեղապատառ անելով մոտակա մեղուներին ու թիթեռներին։ Հիմա համանման մի պատկեր 2010 թվականին հրատարակված գրողի ծոցը ժողովածուից։ Քանի որ ծավալուն հատված է, միայն որոշ պատառիկներ մեջ բերենք։ Ես դուրս եմ քաշում չափերով ահագին իմ նյարդապնակը, վրան նյարդերից բոլոր երանգների խայտաբղետ գամման, ցասումով ցակ ու ցրիվ ցփնված։ Երկու արդեն լավ նյարդոտված ձեռքերով բռնեցի գորգի վրա կանգնած ոտքերս, որոնց վրայի մազերը ջանադրաբար փաղաքշում էր գորգի մագնիսական դաշտն իր կախարդական փերիներով։ Դարձրի ինձ գլխնիվայր, գլխից թրջված մազերը թաթախեցի վառվռուն նյարդապնակիս մեջ, ընդարձակ կտավիս վրա նկարեցի բազմերանք թափված տերևներ ու մրջնանոց դարձած կնոջ կուրծք, պտուկի միջից ելնող մրջուն։ Տարբեր տարիների այս բանաստեղծություններում գրեթե նույն պատկերն է՝ ոտքերից բռնել կերպարին, գլխիվայր, ինչպես վրձին, մազերը թաթախել գույների մեջ ու նկարել։ Լեզվի ծայրին գրքում պատկերի լեզվական արտահայտումը գիտակցական որոշ ֆիլտրերով է անցել, ավելի հավասարակշռված է, լեզվի անհարթությունները հղկված են, իսկ վաղ շրջանի գրողի ծոցը ժողովածուի տեքստը հախուռն է և քիչ մտածված, այն իմաստով, որ պատկերն ու լեզուն գերակա են տեքստի գիտակցական վերամշակման նկատմամբ։ Սա միայն բերված օրինակին չէ բնորոշ, այլ գրքերի ամբողջ տեքստին։ Հանդարտված, գիտակցության ֆիլտրված լեզուն երբեմն անդեմ է դառնում, այնքան որ ոճը լղոզվում է և կարող ենք նույնիսկ չճանաչել հեղինակին։ Այդպիսին են օրինակ լեզվի ծայրին ժողովածուի Breaking News, Փոքրիկ տղայի նախաճաշը և մի շարք այլ բանաստեղծություններ։ Երբ լեզուն սեղմվում է զսպանակի պես, երբ ճնշման տակ է, անկանխատեսելի արդյունքներ կարող են լինել։ Դրանցից մեկն էլ ճնշման տակ լեզվից անհնարը քամելն է։ Սուղ սահմանափակ միջոցներով պայթուցիկ տեքստ ստանալը։ Լեզվի ծայրին գրքում այդպիսին է տիկա բանաստեղծության հայտնությունը։ Պարզվում է, պատերազմ բառի մեջ որմնապատված են, ողջ թաղված են այլ բառեր՝ երազ, պատ, տեր, ազատ, մեր, պարտեզ և այլն։ Պատերազմ բառի ընդամենը 8 տառից արտադրվում է 50 բառ ու բառաձև։ 50 բառանոց այդ բառապաշարից նորալեզու է հյուսվում, պատերազմալեզու։ Ատեմ պետ, ատեմ տեր, ատեմ պատեր։ Մտար մարդ, մատ արա, մտար մարդ, մրե։ Մարզ ազատ է, մետր ազատ է, մեզ ազատ է։ Այս լեզուն ծնվում է պատերազմի մասին սովոր միջոցներով, սովոր լեզվով խոսելու անհնարինությունից։ Բերված օրինակում զինվորներին ուղղված հրաման բառերը կազմված են միայն և միայն պատերազմ բառի տառերով, այլ նյութ չկա։ Մարզ ազատ է, մետր ազատ է, մեզ ազատ է։ Պատերազմը որպես սև խոռոչ ջնջում կամ անհեթեթ է դարձնում արտահայտման մյուս միջոցները։ Խորհրդանշական և օրինաչափ է, որ պատերազմի մասին խոսող նորալեզուն ծնվում է հենց և միայն պատերազմ բառից։ Ինչպես բարոն Մյունխաուզենը, որ քաշում է ինքն իր մազերից ճահճից դուրս գալու համար։ Ֆիզիկայի օրենքներին հակասող այս հուսահատ քայլի արդյունքում Մյունխաուզենը ոչ միայն իրեն, այլև իր ձիուն էլ է ճահճից քաշում հանում։ Նման հուսահատ ճիգի մի դրսևորում է պատերազմ բառից բառեր քամելը, որպես պատերազմի մասին պատմելու միակ լեգիտիմ միջոց։ Ալբեր Քամյուն իր «Ընդվզող մարդը» էսսեյում, ի թիվս ըմբոստության պատմական, փիլիսոփայական դրսևորումների, խոսում է նաև ընդվզման պոեզիայի մասին։ Դրա ներկայացուցիչներն է համարում Լոտրեամոնին, Արթուր Ռեմբոյին և նրանց հաջորդած սյուրռեալիստներին։ Այս բանաստեղծներն ըստ Քամյուի աստվածացրեցին սրբապղծությունը և պոեզիան վերածեցին փորձառնական գիտելիքի և գործողության միջոցի։ Հակասականությունը ծայրաստիճան լարելով, նրանք խելացնորությանն են ապավինում և իռացիոնալը դարձնում մեթոդական ուղեցույց։ Ընդվզման բարձրակետերից մեկն էլ արարչագործության դեմ ըմբոստացումն է, աստվածամերժությունը։ Նրանք գրոհում են երկնքի ուղղությամբ, ցանկանալով տապալել գոյություն ունեցող ամենայն ինչ։ Գրողի ծոցը ժողովածուի առաջին հատվածը «Տձև հայրենները» հիմնականում կենսախինդ էրոտիկ խաղիկների շարք է, արդեն քննարկված հատվածայնությամբ, մարմնամասերի ֆետիշով։ Ժողովածուի երկրորդ մասը Աժդահա հայրեններն են, որ հակադրվում են առաջին մասին իրենց նյարդային ու ընդվզող տրամադրությամբ։ Հերոսն այստեղ ապստամբել է ամենի դեմ, ինքն իր, հասարակության, դրա բարոյականության, Աստծո։ Իրական ընդվզումը սահմանազանցում է նշանակում, չափն անցում, ինչը կարելի է ներկայացնել որպես
անկում, որ վերջ չունի։ Անկման լավագույն իսկապես գտնված խորհրդանիշն է դառնում ճագարի բույնը, որ իհարկե Լյուիս Քերոլի Ալիսը հրաշքների աշխարհում պատմությանն է հղում։ Բայց եթե Ալիսի համար ճագարի բույնը առօրյա աշխարհից դեպի արտասովորը տանող պորտալ է, ընդհանրապես ճամփորդական միջոց, ապա Ղարսլյանի պոեզիայում սա իմաստներով ծանրաբեռնված կարևոր սիմվոլներից է։ Շիզոյիդ հուսահատությամբ ես սկսեցի հաշվել մատներս, հաշվից ընկա ճագարի բնի մեջ։ Ես իրականում զգում էի, ճագարի բույնն է իմ միջով ընկնում ու տեղ չի հասնում։ Ինչ եղավ ընկնող ճագարի բնի հետ, կամ ընկնող բնի ճագարի հետ, կամ ընկնող ճագարաբնի հետ, կամ ինչու էր ընկնում այդ ամենը, կամ ինչու հենց այդ ամենը։ Ճագարի բույնը սև խոռոչի պես մի բան է, որ միաժամանակ մի քանի իրարից տարբեր բաներ է նշանակում։ Այն պոեմի հերոսն է, որպես ճագար կամ փորձաճագար։ Այդ հերոսի չվերջացող եւ հուսահատ անկումն է, նաեւ հերոսի հոգում բացված անցք անդունդն է, որ փորփրվում ու ինքնածավալվում է։ Այս տարողունակ խոռոչը միաժամանակ ամեն ինչ է, եւ հերոսը, եւ իր անկումը, եւ դրանց ռեֆլեքսիան։ Վերջապես ճագարի բույնը նաեւ ստեղծագործելու խորհրդանիշն է, պոեզիա անելու կրքին չընդդիմանալու, բանաստեղծի առաքելությանը անձնատուր լինելու խորհրդանիշը։ Այդ գիրքն այնքան ուժեղ է, որ անզոր է անգամ ողջախոհության, չափավոր ու զուսպ հավատի խորհրդանիշը՝ հայ եկեղեցին։ Իր զանգերը զրնգացնելով հայկական եկեղեցին, իր 5 գմբեթները շխշխկացնելով ճանապարհ անցավ, հասավ ինձ, մի քիչ մլավեց, իմ միջով ճագարի բնի անկումը մոմով լուսավորեց ու տեսնելով, որ վայրեջք երբևէ չի սպասվում, մոմը հանգցրեց։ Իդեպ ճագարի բույնը միայն գրողի ծոցը ժողովածուում չի հանդիպում, այլ թափառում է Կարեն Ղարսլյանի այլ ստեղծագործություններում էլ։ Օրինակ վաղ շրջանի անձնադրվագներ շարքում այն հանդիպում է որպես թունելանցք դեպի զրո, իսկ 2022 թվականի Լեզվի ծայրին գրքում մի քանի տեղում է հանդիպում։ Օրինակ, ոնց որ հետդ ֆեչ խաղացող շուն լինի գիրքը, մեկ էլ տեսնում ես, թված թե շուներ, ցատկեց այդ ծակերից մեկի միջով, ու հաջորդ վարքյանին նետվում ես հետևից ու սկսում ես երկար ընկնել միջով, կարծես անկշռության մեջ, ու վերջապես վայրեջ կատարում գրքի մեջ, կամ մեկ այլ բանաստեղծության մեջ։ Առաջինը ուր կգնայիր, եթե Ալիսի պես փոքրանայիր, հարցրի։ Ճագարաբնի պարբերաբար կրկնվող խորհրդանիշը Ղարսլյանի ստեղծագործության մեջ արքետիպի է վերածվում, բայց ոչ կանոնավոր կամ ճկուն արքետիպի, որ ըստ իրավիճակի հարմարվում ու նոր իմաստներ է ներծծում իր մեջ։ Գրողի ծոցի համապարփակ եւ մետաֆիզիկական ընդվզումը Լեզվի ծայրին գրքում արդեն փոխակերպված է սոցիալական ընդվզման, ընդդեմ աշխատանքային շահագործման, սոցիալական անարդարության ու անհավասարության, ընդդեմ պատերազմի։ Եթե գրողի ծոցում ընդվզումը պայթեցնում է տիեզերքը, ջնջում է աստվածներին եւ կավկայական դատավարության պես մի վարույթ է հարուցում ամբողջ գոյի հանդեպ, ապա Լեզվի ծայրին ժողովածուում ընդվզումը մասնակի բնույթ է ստանում։ Ընդվզման թիրախներն արդեն այդքան էլ հավակնոտ ու բացարձակ չեն։ Դրա օրինակներից մեկը տեսանք պոեզիան հագից անելու առումով։ Իրականության տոտալ մերժումն իր տեղն է զիջում դրա առանձին կողմերի մերժմանը։ Աշխարհը վերացնելու եղանակներից ամենատարածվածն ու սիրվածը պայթյունն է, կամ ամենասպասվածն է դա։ Պայթյունը ողբերգական է ու ցնցող, կինոյի վերջաբանի պես։ Պայթյունի ֆոնին մարդիկ, յուրաքանչյուր մարդ, ակամա հերոս է դառնում։ Կապ չունի ով է, ինչ է, պայթյունը բոլորին հերոս լինելու շանս է տալիս։ Եվ ահա Թոմաս Էլիոթը աշխարհի վերջաբանի իր տարբերակն է առաջարկում մարդկությանը զրկելով հերոսական լուսապսակի հնարավորությունից։ Այսպես է վերջանում աշխարհը, այսպես է վերջանում աշխարհը, այսպես է վերջանում աշխարհը, ոչ թե պայթյունով, այլ կաղկանձով։ Էլիոթի այս տողերի հետ երկխոսության մեջ է մտնում Կարեն Ղարսլյանի գովազդային ընդմիջում բանաստեղծությունը։ Ոչ թե աստվածները, այլ ապրանքներն են մեզ ձևավորում, իրենց պատկերով ու նմանությամբ, մարգարեանալով, որ աշխարհը կվերջանա, ոչ թե պայթյունով, ոչ թե կաղկանձով, այլ գովազդային ընդմիջում, հաջորդ բանաստեղծությունը կսկսվի այս գովազդից հետո։ Հակադարձումը Էլիոթին կամ Էլիոթին ուղղելը մի քանի բան կարող է նշանակել։ Աշխարհը չի վերջանալու, հույս չունենաք ոչ պայթյունով, ոչ կաղկանձով, ոչ էլ այլ կերպ։ Աշխարհը շարունակվում է։ Եվ շարունակվում է ֆիլմի կամ սերիալի նման, որ ստիպված սպասենք հաջորդ արարին, որ ստիպված լինենք ապրել։ Հերոսական պայթյունից եւ տանջալից կաղկանձից էլ հզոր ուժեր կան։
Գովազդը, սպառումը եւ կոմֆորտը, որ մեզ կապում են կյանքին ու չեն թողնում մեռնենք։ Ընդվզման պոեզիան, որ ամեն ինչի հիմքերն էր քանդում եւ որպես բացարձակ արժեք միայն ինքն իրեն էր ընդունում, հանկարծ անդրադառնում է, որ աննկատ դարձել է այդ տաղտկալի ու շարունակվող աշխարհի մասը կամ սպասարկուն։ Բանաստեղծությունն արդեն մի բան է, որ հաջորդում է գովազդին։